Մոտ 10,000 քայլ քայլել ենք ժողովուրդ ջան, լավ հոգնեցինք, լավ շոքեցինք, բայց հաճելի հոգնածություն է, էլի։ Բարձրանալը շատ դժվար էինք բարձրանում, բայց իջնելը դե բազացնելով իջացնում էր։ Շատ հաճելի էր։ Հա, վաղը ավելի շատ է շուտ, ուզում ես ես կոմս արի, որ հարմար, ձեռքս հարմար պահեմ։ Հիմա դուրս ենք եկել, գնանք սրճենք, ժողովուրդ ջան։ Ժամանակացնի, գանք էստեղ որ անցկացնենք։ Ես պետք է հասցնեմ նաև վիդեոն մոնտաժեմ, ժողովուրդ ջան, այնպես որ գնանք, հիմա շատ հաճելի է դրսում նստելը։ Գնանք նստենք հանգի սուրճ խմենք ու համել վիդեոն կմոնտաժեմ, որ դնեմ նայեք։ Աշոտնես պիտի գնանք։ Այստեղ դրսում մեծ սրճարան կա, գնանք այնտեղ։ Հյուրանոցի ռեստորանը իտալական է, մենակ պիցա էր այնտեղ։ Տեսովատ չենք, որ պիցա ուտենք։ Դրա համար գնանք նայենք, այս ժամին ես իհարկե սուրճ չեմ խմում, Աշոտը կխմի, ես էլ նայեմ ինչ հետաքրքիր բան ունեն։ Ժամը ուշ է, չնայած արդեն ժամը երևի 9-ի կողմերն է, բայց այսպես լավ լույս ու արև է։ Որ գալիս ենք մի քիչ քամի էր, որ արդեն այս կողմերն ենք մի քիչ քամի էր, մտածում եմ երևի քիչ եմ տաքշուր վերցրել, ընդհանրապես այդ ջինսից բաշխումներն եմ մենակ վերցրել, բայց չէ, շոկա, լավ էլ ճիշտ եմ վերցրել ամառային շորերը։ Գնանք տեսնենք, որ սրճարանն է, այստեղ բաց է Աշոտ, գնանք այստեղ, այս սրճարանը գնանք։ Հենց իրար կողքի 3 հատ ռեստորան կան, ռեստորան են, սրճարան են, ինչ են։ Լավն են, որ համ ֆրանսերեն է գրած, համ հոլանդերեն է գրած։ Որոշեցինք ժամը 9-ն է, բայց մի հատ սառը գարեջուր խմենք։ Ոչ սուրճ խմելու ժամը, ոչ սոված ենք, սառը գարեջուր խմենք։ Մի կերպ հասկացանք իրար, թե ինչ ենք ուզում։ Չեն խոսում, մենակ ֆրանսերեն են խոսում, ասել եմ, չէ։ Բայց թե, ասենք, սպասարկման ոլորտում են աշխատում, գոնե ուրիշ լեզվով է պետք է խոսան, կամ վերջը իրանց երկիրն է, հոլանդերեն պետք է խոսան, գոնե մի քիչ իմանան էլի։ Ինչևէ, ժողովուրդ ջան, պատվիրեցինք, հասկացրինք, հիմա տեսնենք, մերսի։ Սառը գարեջուր, ես շատ սառը չեմ էլ խմում, պետք է մնա մի քիչ նոր խմեմ, թե չէ ֆարինգիտս կսկսի։ Լավ գարեջուր։ Երևի թողնեմ, որ անդադ չհազամ հետո։ Լավն է գարեջուրը։ Ես երևի 20 տարի չէի խմել։ Մեկ խմի էլի կարելի է։ Մեկ կարելի է, հա, խմել։ Բայց գարեջուր խմելուց հետո ես հիշում եմ, որ ժամանակ խմում էինք Աշոտ, չէ 20-25 տարի առաջ։ Գլխացավ էի ունենում, հիմա տեսնենք, կարող է որակից էր, հիմա տեսնենք այս գարեջուրից հետո գլխացավ կունենամ, թե չէ։ Այնքան հետաքրքիր զգացողություն է, որ այս կողմերում ապրել ենք ու հիմա նորից եկել ենք այս կողմերը։ Հանգիստ, հաճելի։ Առաջ տեղանքին նկատում եմ լրիվ ուրիշ վերաբերմունք ունեք, մի լրիվ ոնց որ ուրիշ հարազատ վար ոնց որ անի, չէ։ Հա։ Ես մոռացա ձողը վերցրել եմ, որ հեռախոսը վրան դնեմ նկարեմ, բայց մոռացա իմ հետ վերցնել։ Այսինքն մտածեցինք գիշնենք այդ հյուրանոցի ներքևի ռեստորանում, սուրճ կխմենք կամ ինչ-որ բան կխմենք։ Այն էլ նայեցինք իրանց մենյուն, մենակ պիցա էր, մենք էլ սոված չէինք։ Սոված էլ լինեինք, ես այդ ժամին պիցա չէի ուտի հաստատ։ Այս ժամին։ Այս ժամին, հա, հիմա էլի ժամը 9-ն է։ Բայց դու սոված էլ չէ։ Սոված չէինք։ Դրա համար ասեցի գնանք այս սրճարանը, այս 3 հատ իրար կողք սրճարաններ են, նայեք։ Հենց այսպես։ 3-ը իրար կողքի։ Հավանեցինք, շատ հավանեցինք, շատ լավ։ Ինչ նստենք հանգստանանք ու գնանք։ Բայց այստեղ հիմնականում
բան են էլի այդ հյուրանոցներ են, հանգստյան տներ են։ Սրանք Բելգիայի արտերներն են, տուրիզմը, հա, շատ հաճելի տեղ է ժողովուրդ։ Շատ հավանել եմ, բայց երևի նաև Աշոտն ասում է, երևի սենյակը դուրս եկավ դրանից է, հա, համաձայն եմ, որովհետև սենյակն էր նոր վերանորոգված, մաքուր, ինչը որ շատ կարևոր է։ Կահավորված լավ։ Հա, շատ հավանեցի Այնա ես։ կալեդելնիկ չկարի լավ չէր։ Հա, Էն էլ ուտել չի կարելի։ սենյակի մեջ չի կարելի ուտել։ Չի կարելի ուտել, չի կարելի ծխել։ Ժամը մինչև 10-ից հետո չի կարելի աղմուկ անել։ Հավանեցի։ Վիճակը շատ լավ է լավ է, քան մեր Հա, տարածքը։ այս կողմերում ավելի լավ են, չէ՞, թարմ են տները, Թարմ են քան մեր կողմերը։ Հա, ու այդ նորմալ է, որովհետև մեր հողում աշխատում են, այս հողի մարդկանց պահում են։ Դրա համար էլ այդպես է։ Հա, ժողովուրդ ջան, իրոք։ Միշտ այդ խոսքը կա էլի, որ Ֆլանդրիայում աշխատում են, որ Վալոնիային պահեն։ Այստեղ կամ աշխատանք չկա, կամ մարդիկ չեն աշխատում, չգիտեմ, մեր հողը հարուստ հող է։ Ֆլանդրիանում քան Վալոնիայում։ Արդյունաբերությունը ժողովուրդ ջան ավելի շատ Ֆլանդրենում է զարգացած, քան այստեղ Վալոնիայում։ Գենաշինությունն էլ դա ավելի շատ։ Հա, հարուստ է, մեր հողը հարուստ է։ Ֆլանդրիանում աշխատողների մեծ պահանջարկ կա։ Պարտադրում են, որ բոլորին աշխատեն, բայց շատերը չեն ցանկանում։ Սոցիալի վրա են մնում, սևով է քիչ-միշ գործ են բռնում, գտնեն, համ սոցիալ են ստանում, համ էլ սևով աշխատում են, բայց շատ դեպքեր այն են, որ բռնվում են շատ բարձր տուգակների տակ են մնում։ Իսկ ստեղ մարդիկ կան, որ ուզում են աշխատեն, բայց աշխատանք քիչ կա։ Քանի որ ստեղ այդ շատ արդյունաբերություն չի, հիմնականը տուրիզմն է լավ զարգացած, գյուղատնտեսություն։ Ու տարբերություն կա։ Տարբերություն կա։ Սառնա, Աշոտը գնաց վճարի դուրս գանք։ Գնանք արդեն, հոգնել ենք լավ։ 2 ժամկես Աշոտը մեքենայ է վարել, այդքան էլ քայլել ենք, 7.5-8 կիլոմետր քայլել ենք։ Հոգնել ենք լավ ժողովուրդ ջան։ Գնացինք։ Ես չեկել եմ տալիս։ Տես կտրոնել են տալիս, տեսնում եք ժողովուրդ, մի րոպե։ Ահա, Աշոտը վճարեց, 2.20 է երևի մի գարեջուրը, 4.40 է վճարել։ 5.60 հետո տվել։ Հա, 4.40, լավն էր շատ։ Եթե ցանկություն ունի, Համ շատ մատչելի է, համ շատ համով։ Գնացինք։ Լավն է ժողովուրդ ջան, բայց մի քիչ ոնց որ գլխոս պտտվեց, ոնց է երևում, որ վաղուց գարեջուր չեմ խմել։ Եվ մի չկան 50 մետրի վրա է մեր հյուրանոցից այս սրճարանը, շատ հավանեցինք կգանք էլի։ Պատմենա, որ չեն խոսում հոլանդերեն, ոչ էլ անգլերեն, մենակ ֆրանսերեն, մենք էլ ֆրանսերեն չենք խոսում, բայց դե ոչինչ, կթարգմանենք, Google-ով կթարգմանենք, ասենք ինչ որ ուզում ենք։ Հետաքրքիր է, ինչքան ուշամուտ է ընկնում, Աշոտ, այսքան ժամը քանիսն է։ Ժամը ես հեռախոս չունեմ։ Հեռախոս չի վերցել, մի րոպե նայեմ ժամը քանիսն է։ Parce qu'en fait, mais Patrick m'a dit après. Իսուն ինչ ազատ դուրս է եկել շրջագայցը։ Բա չէ մեր Քսենիայի նման, որ անընդհատ բանտարկում ենք տան մեջ։ Պիսո, չէ ֆրանսիախոս փիսիկ Աշուչյան է, հոլանդերեն չի խոսում։ Այս մի հատ էլ ստեղ կա, նայ։ Այստեղ փիսիկ, օ մի ողինա։ Բայ, մի հատ էլ ստեղ կա, այս ինչ ազատ եմ բաղում, Աշոտ, այս փոստի շենքն է, նայ։ Այս փոստի շենքն է, թե չէ, հա, փոստի շենքն է, հա, օ պիսո, ես էլ նայ, բանկ ավտոմատ, պիսո ջան, ես կենտրոնում ենք ապրում, մենք էլ չգիտենք, սիրուն լեզու այս ֆրանսերեն, տեսնես էդ կին էդ ինչ էր էդպես վարժ խոսում, 9-10 ժողովուրդ ջան, 9-15 արդեն, այս ես լույսա, բայց լավ հոգնել ենք,
գնանք ես իմ վիդեոն մոնտաժեմ, կսարքեմ, որ դնեմ դուք նայեք։ Հետաքրքիր է, որ նայում են, վիդեոները ահագին նայում են, բայց չեն հավանում, շատ քիչ եք հավանում։ Երև միշտ նույն մարդիկ են հավանում կամ մոռանում են, չգիտեմ, 100, 150, 200 մարդ է հավանում, մյուսները չէ։ Դե մի րոպե նայենք, այստեղ ինչ է։ Պոլիսն է։ Ոչ իման չենք հասկանում, ինչ ֆրանսերեն։ Այս իրանց քաղաքապետարանն է, ոնց հասկացանք, փոստի շենքն էլ հենց կողքը։ Այստեղ ինչ կա, ռեզերվիր ֆորհետ, քաղաքապետարանի համար է պարկինգի տեղը, նայ։ Մինչև ժամի 5-ը դրանց հետո կարող կանես։ Հա, համ ֆրանսերեն կա գրած, համ հոլանդերեն ողջունելի է։ Այս ռեստորանի մենյուն էլ համ ֆրանսերեն էր գրած, համ հոլանդերեն։ Ուրախացա, որ տեսա հոլանդերեն էլ կա գրած։ Այ, այս էլ մեր հյուրանոց է։ Այս սիրուն տեղն էլ մեր հյուրանոցը սառն է, կարելի ասել անգամ մի քիչ ցուրտ է։ Ֆյոր, 2 հատ վարսավ հյուրանոց։ Այս ամբողջը հանգստյան տներ են, հյուրանոցներ են։ Այս մեկը մերն է, ոսկե եղջերու թարգմանել եմ։ Շատ սիրուն, հաճելի, հարմար, շատ լավ տեղ է։ Ավտոբուս էլ է կանգնում, շուտ, նայ ավտոբուս է գալիս է։ Չնայած մենք որ մեքենայով եկանք, մի հատ ավտոբուս կանգնեց։ Էսա, ժողովուրդ ջան։ Գալիս է, սենց գնում ասել։ Այս մեր հյուրանոցը։ Դե հենց մենակ պիցա էսա գրած է, էլի։ Դրա համար էլ մենակ պիցա էր ռեստորանում։ Բայց իտալական պիցա է, կարելի է։ Քանի որ չգիտեմ, իտալացի է, խոհարար կարելի է մի հատ հաստատ ուտել, փորձել։ Այստեղ նախաճաշ էստեղ կանենք։ Դրսում հաճելի է, հա։ Չէ։ Այս ինչ է։ Մի հատ տեսնեմ, այս հոտը ինչից է, այսպես անուշ հոտ։ Հա, սրա հոտն է, հա։ Չի տեսել։ Շատ անուշ է, շատ։ Այստեղ ինչ է դրած, տեսնենք։ Սիրուն բաներ են, մոմը վերջացել է։ Այստեղ շուկա հագն։ Առավոտ արթնացել ենք, այս մեր հյուրատան կամ հյուրանոցի բակն է։ Մաքուր պահել տարածքը։ Այսպես սիրուն առավոտ է բացվել։ Թող բարի լույսը բացվի բոլորիդ վերաժողովուրդ ջան։ Գնանք նախաճաշելու։ Այս ռեստորանից եմ նկարում, մյուս կողմն է արդեն, դրսում էլի սեղաններ են դրված։ Մոտեցավ հարցրեց, թե ենք ուզում, թե սուրճ, մենք սուրճ ուզեցինք։ Հիմա սպասում ենք ազատվի այստեղ, որ մոտենանք մենք մեր նախաճաշի համար, տեսենք ինչ ենք վերցնում, շատ լավ նախաճաշ են տալիս, շատ մեծ ընտրություն կար, թե ինչ կարելի է վերցնել։
տարբեր բաներ կային, ամեն ինչ կար, անգամ միջուկ, չրեր կային տարբեր տեսակի, հյութեր, ինչ կար էստեղ էլ տարբեր թխվածքներ կային, գրանոլա բան կար, կարակ, ջեմ, յոգուրտ, ինչ չգիտեմ, մրգեր կային, նարինջ, խնձոր, հացի տարբեր տեսակներ, կարճ ասած շատ լավ նախաճաշ էր, կարելի էր ընտրել, փիսիկն էլ այս կողմից եկել է, ուզում է ներս մտնի, բայց դուռը փակ է, ուժեղ քամի էր տալիս, այս աղջիկը հարցրեց, հո ձեր համար ցուրտ չի, ֆրանսերենով հարցրեց, բայց ես հասկացա ինչ է ասում, ասեցի հա ծածկի քամի էր փչում։ Երաժշտությունը միացրած դրա համար ամբողջ ընթացքում ես ձայնը կտրեցի, վերջացրինք նախաճաշը, դուրս ենք գալիս, գնանք մեր հերթական օրը սկսենք։ Մինչև ժամը 10 պետք էր նախաճաշի գայինք, ժամը 8:30-ից 10, հետո արդեն, եթե ուշանայինք, բաց էինք թողնում։ Հիմա արդեն կփակեն, այս ժամը 10-ին փակում են, մեկ էլ ժամը 6:30 նոր ռեստորանը կբացվի։ Արդեն լավ շոգ է հիմա այս ժամին, հիմա նայենք մեր պլանները ուր ենք գնում։ Մտնենք սենյակ, գլխարկ բան վերցնենք, ջուր վերցնենք, ինչ որ պետք է վերցնենք ճանապարհի համար ու դուրս գանք։ Մոխրամանները, այս մի մոխրամանն էլ երեկվանից այսպես լիքն է, չեն դատարկել։ Շոկ այանելու սուրը։ Հա, էլի շոկ այանելու։ Ցածրահարկ շենք է, երկու հարկանի, արևային պանելներ էլ ունի, հաշուտ տեսար։ Մի հատ աղջիկ աշխատողը, այսքան տարածքն է, երկրորդ հարկում սենյակներն են, 5 սենյակ վերևում, ներքևում ռեստորանն է, նախաճաշի համար է բաց, մինչև ժամը 10, հետո փակվում է ու իրիկունը 6:30-ից բաց է, մենակ պիցաներ են տալիս, դրսում էլ այսպես նստելու տեղ կա, շատ հաճելի է, դրսում է ժամին, արևը ճիշտ է դուրս է եկել, արդեն շոգը սկսում է, բայց շատ շոգ չի։ Հյուրերը հիմնականում գերմանացիներ էին։ Մի աղջիկ աշխատող, մի հոգել իրիկունը ռեստորանում գալիս է պիցան երբ որ թխում են այն ժամանակ, չգիտեմ ինքնատերը թե չէ, բայց ջահել աղջիկ է, ամեն ինչ ինքն է անում, ադմինիստրացիան, խոհանոցում, հիմա նախաճաշը, մենակ ֆրանսերեն է խոսում, բայց հասկացանք իրար, այնտեղ նախաճաշը դրած էր ամեն ինչ, մենք կարայինք ընտրեինք ինչ ուզում ենք, շատ լավ նախաճաշ էր, նորմալ նախաճաշեցինք, ընտրությունը տարբեր էր, տարբեր շատ, ամեն ինչ կար, շատ լավ էր։ Այդպես զույգեր էին հիմնականում մեր տարիքի կամ ավելի մեծ գերմանացիներ էին, մենակ մենք էինք հայ։ Հիմա օրը նոր բացվել է, քանի որ նախաճաշը մինչև ժամը 10-ներ, մի քիչ շուտ արթնացանք, չնայած այդպես լավ չքնեցինք էլ, նոր էր տեղը, նոր անծանոթ տեղեր, շոքեր, պատուհանն էլ փակել էինք, որ մոծակ բան չգա կամ մեքենաների աղմուկը չխանգարի, մազերս եմ նայում ժողովուրդ ջան հետնել։ Ֆեն կա սենյակում, բայց ես շամպուն մոռացել չեմ վերցրել, իրանք ունեին շամպուն, բայց ամեն բան չեմ էլ ուզում քսեմ մազերիս։ Ամեն տեղ փիսիկներ են, նա աշոտ, նա էլի կատու կա։ Ճաշանում էլ կար։ Տեսնում եք, էլի փիսիկ կա։ Այստեղի փիսիկները փաստորեն ազատ ելումուտ են անում։ Հանգիստ տեղ է։ Այս քաղաքապետարանի շենքն է անմիջապես։ Այն էլ եկեղեցին է։ Եկեղեցու զանգերը առավոտ ժամը 7-ից տվեցին, խփեցին։ 7-ին, 7:10-ին, 7:30։ Մի հատ ավտոբուս է գալիս, նայ, հենց հիմա ավտոբուսի ժամը 48 համարը Հերբումոն։ Այսինքն մարդիկ, այստեղ բնակիչներից էր, ես մտածում էի հանգստացողներից։
Կարելի է ավտոբուսով գալ, մեքենա վարձակալել, բայց թանկ է 117 եվրոից էր սկսվում, զեղչով էդել 117 եվրո։ Մեքենայով հարմար է։ Մեքենայով ոնց որ քիչ ստրես լինի։ Ինչ ունես, ինչ պետք է լցնում ես մեքենայի մեջ, ամեն ինչ չենք էլ իջացրել, մեքենայի մեջ էլ թողեցինք այդ բաճկոններ, անձրևանոց, բան թողել ենք մեքենայի մեջ, ոչ էլ կարիքը կա։ Տեսնում եք ինչքան հաճելի է թռչունների ձայնը, այս լռությունը, խաղաղությունը։ Սենյակը շատ մաքուր է, շատ գոհ եմ, շատ տեղը տեղով ամեն ինչ նորմալ, նոր վերանորոգած է, կարող է անգամ նոր շենք է, չգիտեմ, ու մտածում եմ ինչքան լավ բիզնես է այս, որ այսպես մի քանի սենյակ վարձով տան, դուք պատկերացնում եք, սրանք դատարկ չեն լինում, անընդհատ տուրիստները գալիս են, թե Բելգիայից, թե հարևան երկրներից, շատ լավ բիզնես է։ Կրեմ քսել եմ, բայց պետք է հիմա արևային լավ առատ արևային կրեմ քսեմ, այսօրվա մեր պլանները մի հատ ամրոց կա, գնալու ենք այդ ամրոցը, այդ ամրոցում 8 տարի առաջ էլ ենք գնացել, անգամ նկարներ ունեմ, եթե գտնեմ կդնեմ, կտեսնեք։ Այն ժամանակ տղասել էր հետներս, որ գնացինք ամրոց։ Մեր հարևանները արդեն գնացին։ Հա, իրանք արդեն դուրս են գալիս, որովհետև իրերը տարան։ Մինչև 11-ը պետք է դուրս գալ, ժամը 11, երբ որ արդեն ընդհանրապես գնում են էլի։ Գալուց 4-ից սկսած կարան գան, բայց գնալուց պետք է շուտ գնան, մինչև 11-ը։ Այս արձանով է։ Այս անուններ ա գրած։ Պատերազմի զոհերի համար է 41-45 թվերի, հա, դելավեր, Կայնակ, հա, 14-15 ու 40-45 թվերի պատերազմների զոհերի համար է։ Սիրուն թարմ ծաղիկներով եկեղեցին կանչում է, սանգերի ձայնը։ Եկեղեցին այս շենքերի հետևն է։ Այս կողմում ինչքան հին շենքեր են։ Վալոնյան գյուղը, շատ սիրուն գյուղ է։ Եկեղեցի են գնում, ժամը 7-ն է, լավ շուք է էլի։ Այսօր այնքան շատ ենք քայլել, գնացինք մի 3 ժամ սենյակում բնացինք, մի քիչ հովացանք ու էլի դուրս եկանք։ Եկեղեցին է։ Ժամացույցը ճիշտ աշխատում է եկեղեցը։ Մեկ ժամացույց լինում է, բայց ճիշտ չի աշխատում։ Ասեցի մի քիչ հեռուստացույց նայեմ, սենյակում հեռուստացույց կա։ Մենակ ֆրանսերեն էր, ինչ ման եկա, ինչ արեցի, մենակ ֆրանսերեն էր, ասեցի լավ, YouTube-ով իմ ալիքım հանգամ գտնեմ, նայեմ կարամ, չկարեցա գտնեմ։ Ամեն ինչ ֆրանսերեն էր, ասեցիք մի քիչ հոլանդերեն գոնել լսենք, ինել չէ, չկարողացանք գտնենք։ Եկեղեցին բաց է, գնանք մտնենք։ Տեսենք այս կողմը ոնց է։ Սանտ Նիկոլայ եկեղեցի։ Մինչև քանիսն է ժամը։ 7 է։ 9-ից մինչև 7։ Ամեն օր 9-ից մինչև 7։ Հիմա 7-ն է։ Արդեն նոր այսին փակվի երեսը։ Հա, կարող է։ Մտնենք փագեն մեր վրա։ Ուղիղ 7-ն է, չէ, չենք մտնում ժողովուրդ ջան, ուշ ենք եկել։ Չմտանք եկեղեցի, ասենք չփագեն դռները մեր վրա մնանք։ Շատ գիտեմ, աշուտ ասում կարող ավտոմատ փակվեն դռները, ասի չէ, ուրեմն չենք մտնի։
դուրս ենք եկել, էլի բացահայտենք մեր համար այս գյուղը։ Այստեղ բնությունն է, հիմնականում բնությունն է, իրաց տեսարժան վայրերը ու արժի, շատ արժի։ Ինքան էլ լավ եղանակ անում, որ այսպես շարունակվի, ճիշտ է, շոքին շատ չեմ դիմանում, բայց լավ է, այս երևի գերեզմաններն են, Աշոտ, այս կողմ գերեզմաններն են, այս կողմ գյուղի գերեզմաններն են, եկեղեցու մոտ հենց, եկեղեցու հարևանությամբ։ Այս եկեղեցին 1903 թվականին է բացվել։ Խուշ տեղը չարժի այս կողմը գնալ նկարել։ Rue de la Roche։ Այս գյուղը շատ հին գյուղ է, Հերբումոն իդեպ թարգմանվում է հերբ գերմաներեն բառից է, որ նշանակում է կոպիտ ու լատինական մոնտ բառից, որ նշանակում է բարձրություն։ Գյուղը ունի հռոմեական ազդեցություն, ասում են իբր անգամ ճանապարհ է եղել դեպի Հռոմ։ Սիրուն բարդը։ Են մի վարդը հոտ չուներ, բայց սրանք ինքան անուշոտ ունեն։ Սրանք չինականներն են, կարծեմ, եթե չեմ սխալվում։ Աշոտի հետ քայլում եմ, մի սիրուն բան եմ տեսնում, ես կանգնում եմ նկարեմ, ինքը գնում է։ Գնում է, մեկ էլ տեսնում է, ես իրա հետ չեմ, նորից կանգնում նայում է, որ ահագին ետ եմ։ Այս կողմը վարդ է եղել ենք, գնանք հիմա կենտրոնի կողմերը, այնտեղ շատ հաճելի է, նստենք։ Դրսում լավ է, օդ կա, քամի կա։ Այդ կողմը եղել ենք։ Փոքրիկ խանութն էլ է արդեն փակ, բայց այդպես բանը պետք չի։ Այստեղը ջուրը ոնց որ կարելի է խմել, ծորակի ջուրը։ Մեր ջուրը լավի չի, մեր քաղաքի ջուրը, այստեղ լավն էր ջուրը։ Լուի Դելեյս, այս Դելեյսի երևի ինչ-որ մասնաճյուղ է, ինչ է։ Մի հատ կարավան էլ այստեղ է կանգնած։ Երկրորդ ձեռք վաճառում են այս կարավաններից։ Տեղ ունեցողները կարան առնեն, արձակուրդ գնան դրանով։ Մեքենաները պարկինգ են արել այստեղ։ Այս է կենտրոնը, ժողովուրդ ջան, գյուղի կենտրոնն է։ Դե տուրիստները որ կան, գալու են կենտրոն, իրանց գյուղի տեսարժան վայրերը այստեղ դրած է, էսա ցուցադրում են, մենք այսօր այստեղ էինք գնացել, կարան նայեն, ուր են ուզում գնան ու գնան։ Մենք սրան գուր էինք ասում, ժողովուրդ ջան, գուր։ Դուք ինչ եք ասում։ Մեր գյուղում կար։ Այսպես էլի ջուրը հոսում էր անընդհատ, մարդիկ բերում էին կովերին ջրում էին։ Մի ժամանակ, որ այն դժվար, այն սկզբնական տարիներին, որ ջուր չկար տներում, այս աղբյուրներից ջուր էինք տանում։ Մենք փոքր էինք, մեր մամաներն էին տանջվում։
ահագին հեռու տեղից այդպես դույլերով ջուր էին տանում, ջուր էին բերում։ Մեր մամաները շատ են տանջվել, շատ։ Մինչև կյանքը հեշտացավ, իրանք էլ չկան, չտեսան։ Լավ, նստարանը ազատ է։ Կենտրոնի միակ նստարանը ազատ է, մենք զբաղեցրինք։ Մի հատ էլ կա, շուտ։ Լավ, մի հատ չի։ Ամեն Երկու մեկս հատ մեն կա։ ստարանի վրա նստում։ Երուն նստում ծխում։ Ծխը քեզ չի բալան։ Կենտրոնն է, այս փոքրիկ կենտրոնը 3 հատ ռեստորան իրար կողքի, այսօր այն ցախ կողմի ամենավերջի ռեստորանը, այդտեղից ենք օգտվում։ Մարդ չկար, հենց մենք նստեցինք, լիքը լցվեց, լիքը մարդ եկավ։ Շատ համով էլ սարքել էին, հավանեցինք ինչ-որ կերանք։ Մի օր էլ անցավ, գնանք սենյակ, քնենք, պատրաստվենք հաջորդ օրվան։ Լավ մնացեք, կհանդիպենք սիրելի բարեկամներ, հաջողություն։